Ողջույն, ես կենսաբան եմ, մասնագիտացած կենդանաբանական ոլորտում։ Այսօր կխոսենք պանդաների մասին և կկիսվեմ հետաքրքիր գիտական փաստերով։ Պանդաները մեկ օրվա ընթացքում կարող են ուտել մինչև 38 կգ բամբուկ։ Քանի որ բամբուկը քիչ կալորիաներ ունի, նրանք պետք է ահռելի քանակությամբ ուտեն, որպեսզի բավարար էներգիա ստանան։ Պանդաները կարող են ամբողջ օրը նստած ուտել։ Նրանք ունեն հատուկ ձևով զարգացած ողնաշար, որը թույլ է տալիս երկար ժամանակ նստել առանց հոգնելու։ Քանի որ բամբուկը էներգիայով շատ աղքատ սնունդ է, պանդաները օրական մոտ 10-ից 16 ժամ քնում են, խնայելով էներգիան։ Մայր պանդան սովորաբար մեծացնում է միայն մեկ ձագի։ Եթե նա երկու ձագ է ունենում, ապա հաճախ միայն մեկին է խնամում, իսկ մյուսը մեծանում է մարդկային խնամքի ներքո։ Նորածին պանդաները չափազանց փոքր են, երբ ծնվում են, նրանք կշռում են ընդամենը մոտ 100 գրամ և ամբողջովին վարդագույն են, առանց բրդի։ Պանդաները սիրում են խաղալ, նրանք շատ խաղաղասեր են, հաճախ գլորվում են գետնին։ Պանդաները շատ հետաքրքիր կենդանիներ են և համարվում են Չինաստանի ազգային գանձը։